համաժողովրդական շարժման եռյակը հանդիպության պահանջների 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների մեջ որևէ իմաստ չի տեսնում։ Սա մեկ։ Երկրորդ, 12 կետերի շուրջ բանակցությունների առաջարկները մեր գնահատականով ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը երկարաժամկետ եւ անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշելու փորձեր, ժամանակ շահելու եւ համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով։ Երրորդ, անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները առանց որևէ բանակցությունների ընդդիմության հետ կարող են կատարել բոլոր կետերը։ Ուրեմն սա է եռյակի պատասխանը Սերժ Սարգսյանի առաջարկին, ինչպես նաև դրանից հետո Հովիկ Աբրահամյանի կողմից հնչեցրած կառավարության առաջարկին, որը նաև փոխանցվել է Գալուստ Սահակյանի կողմից երեկ կազմակերպված խորհրդակցության ժամանակ։ Երկրորդը, մենք քննարկել ենք այսօր, ինչպես միշտ, զանգվածային հրապարակային միջոցառումների մեր անելիքները։ Եվ մենք որոշել ենք այն հայտնի մարդու իրավունքների երթը, մարդու իրավունքների երթ, մենք գիտեք Հայազգային կոնգրեսը 2009 թվականից սկսած անցկացվում է մարդու իրավունքների երթ, որտեղ մեր հասարակությանը հաշվետվություն է տրվում մարդու իրավունքների վիճակի մասին, դա նաև նամակով հանձնում ենք ԵԽԽՎ-ի, ավելի ճիշտ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչություն, դիմելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։ Սա մի տրադիցիոն արդեն հանրային միջոցառում է, Հայաստանի քաղաքացիների պայքարը մարդու իրավունքների իրականացման համար առաջ տանելու, եւ մենք եռյակով որոշել ենք, որ այս անգամ սա կլինի համաժողովրդական շարժման միջոցառում, այսինքն դեկտեմբերի 10-ին ժամը 1-ին համաժողովրդական շարժման համակիրներին, մասնակիցներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ շարժման կողմից կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, մեր անելիքները, որոնք կապված են ոչ միայն մարդու իրավունքների հետ, այլ նաև բնականաբար ընդհանրապես համաժողովրդական շարժման անելիքների հետ կապված, եւ մենք պատրաստվում ենք այդ օրը հազորագույն մի երթ անցկացնել Երևանում։ Այսինքն հանրահավաք երթ։ Սա ուրեմն հանրահավաք երթ, այո։ Սա ուրեմն ինչ վերաբերում է դեկտեմբերի 10-ին կազմակերպվելիք մարդու իրավունքների երթին։ Երրորդը, մենք վերջնական մի որոշման ենք հասցրել համաժողովրդական շարժման կառույցների ստեղծումը։ Սխեման մոտավորապես հիմա դες կներկայացնեմ, ոչ այնքան լավ է տպված, բայց սա աշխատանքային հաստատություն է, ներող եղեք։ Մենք որոշել ենք, որ կձևավորվի համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ, որում եռյակը ներկայացված կլինի ոչ միայն այն ներկայացուցիչների կողմից, ովքեր սովորաբար մասնակցել են եռյակի նիստերին, բայց նաև տարբեր ֆունկցիոնալ ուղղություններով եռյակի քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչների մասնակցություն լինելու ֆունկցիոնալ ուղղությունները հետևյալն են։ Ուրեմն մեկը դա տարածքային գրասենյակները եւ հանրային միջոցառումները համակարգող մարմիններ լինելու, մյուսը արտախորհրդական քաղաքական ուժերի շարժման մասնակցության համակարգումը,
Երրորդը հասարակական կազմակերպություններ, քաղաքական նախաձեռնություններ, հանրային խմբեր, բոլոր այդ խմբերի հետ աշխատանքը եւ նրանց համակարգումը համաժողովրդական շարժման մեջ։ Չորրորդը միասնական տեղեկատվական կենտրոնը, որը իրականացվի համաժողովրդական շարժման բոլոր գործողությունների, քայլերի քարոզչական միասնական ապահովումը։ Հինգերորդ մարգինը կլինի քաղաքացիների իրավական աջակցության խումբը, որտեղ նույնպես եզրակը հավասարապես ներկայացված կլինի։ Կլինի նաև Սփյուռքի համայնքների հետ աշխատանքային խումբ, ինչպես նաև երիտասարդական կառույցների համագործակցության խմբերի կենտրոն։ Ահա այս ֆունկցիոնալ ուղղությունների շուրջ մենք ընդունել ենք որոշում, որից եմ ասում ֆունկցիոնալ այս ուղղությունների ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն արդեն համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդում։ Այսինքն մենք ստեղծել ենք այս որոշումով բոլոր այն կառույցները, ավելի ճիշտ կառույցները ապագայում ստեղծել, մենք որոշում ենք ընդունել այդ կառույցների ստեղծման մասին, որով պետք է ապահովենք մեր ժողովրդին, մեր հանրության, մեր հասարակության եւ նրա տարբեր շերտերի, հատվածների, ակտիվ խմբերի ակտիվ ընդգրկումը շարժման մեջ։ Եվ չորրորդ կարևոր որոշումը դա այն է, որ մենք հիմա խոսում ենք դրա մասին, որ պլանավորում ենք արտահերթ նիստ համամասնական համակարգին հանձնելու եւ ընտրողների ցուցակները հրապարակելու այդ 12 կետերից մեկի իրականացման համար, եթե հիշում եք, 12 կետերից մեկը 10-րդը վերաբերում է հենց դրան։ Եվ մենք որոշել ենք, որ մենք խորհրդակցելով նաև այլ խորհրդանական ուժերի հետ, առաջին հերթին դաշնակցության հետ, որովհետև դաշնակցությունը նույնպես ինչ-որ առումով այդ կետի սեփականատերն է, ուրեմն խորհրդակցելով այլ խորհրդանական ուժերի հետ, մենք կհրավիրենք արտահերթ նիստ։ Դա իմաստը հետևյալն է։ Եթե իշխանությունները հայտնում են 12 կետերի կատարման իրենց պատրաստակամության մասին, ապա մենք այդ հնարավորությունը անմիջապես տալիս ենք։ Մենք այդ քայլը անում ենք եւ այդ քայլով կստուգվի արդյոք իշխանությունները իրենց խոստումներին որևէ արժեք տալիս են թե չէ։ Արդյոք Սերժ Սարգսյանը ինքը իր խոսքին որևէ արժեք տալիս է թե չէ։ Դա արդեն իր ապացուցելու խնդիրն է։ Մեր նպատակը լինելու է կամ հասնել հաջողության ընթացքում, կամ ապացուցել նրա խոսքերի դատարկությունը։